Ձուկ էլ կբերենք ֆուրերով կլցնենք ստեղ, ինչ պետք է կանենք։ Ձկնաբույծները ծայրահեղ միջոցների են պատրաստ դիմել իրենց խնդրին կառավարության ուշադրությունը հրավիրելու համար։ Ռուսաստան արտահանման սահմանափակումների պատճառով նրանք օրական մի քանի միլիոն դրամի վնաս են կրել։ Դրանք փոխհատուցելու վերաբերյալ էկոնոմիկայի նախարարության հետ ապարչյուն բանակցություններից հետո ակցիայի են դուրս եկել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին հանդիպելու ակնկալիքով։ Նախարարության հետ չենք ուզում հանդիպում, նախարարի հետ հանդիպել ենք մի ամիս, ավելը մեր հարցերին լուծում չի տվել։ Հայաստանում մոտ 140 ձկնաբուծական տնտեսություն կա։ Օրական արտադրանքի ծավալը հասնում է մինչև 70 տոննայի։ Տարեկան մեր երկիրը մոտ 15000 տոննա ձկնամթերք է արտահանում, 99%-ը Ռուսաստանի Դաշնություն։ Վերջին 2 ամիսներին այդ հնարավորության բացակայությունը կոլապսի առջև է կանգնեցրել ոլորտը։ Ձկնաբուծությունը դիմացել է, այս 2 ամիս է թե ձկնաբուծը խելոք նստել է, մենակ ընդամենը եկել է նախային ասել է նախարար ջան, մենք խնդիր ունենք, այդ արդեն էլ պիկն էլ տեղ չկա դիմանալ։ Ոլորտը չի կարա դիմանա, հարգելիս ոնց եք պատկերացնում։ Այսօր մարդիկ գոյատևելու խնդիր ունեն։ Այդ է այսօր մարդկանց բերել ստեղ։ Իրանք չեն ասում ես ձրի փող տվեք, ասում են աջակցություն տվեք մեզի։ Հարցը կլուծվի, տված պետության տված գումարները մենք հետ կվերադարձնենք։ Ձկնաբույծները արտահանման խնդիրներ ունեցող մյուս տնտեսվարողների պես կարող են օգտվել կառավարության աջակցության ծրագրից, որը տարածվում է արտահանվող ապրանքի վրա։ Պետությունը իշխան տեսակի ձկան յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 820 դրամ են տրամադրում, տարափի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 1350։ Բացի այդ, ինչպես էկոնոմիկայի նախարարն է հայտնել, Եվրամիությունը արդեն տվել է թույլտվություն Հայաստանից ձկնամթերքի արտահանման համար, բայց արդյոք այս ամենը կլուծի ոլորտի խնդիրները։ Հիմա 1-2 կառավարության որոշումով եւ 1-2 ամսվա ընթացքում ուզում ենք այդ 13000-անոց շուկա միանգամից տեղափոխել Եվրոպա, դա անհնար է։ Ձկնաբույծները Եվրամիություն արտահանմանը դեմ չեն, սակայն իրենց անցած ճանապարհի օրինակով գիտեն, թե որքան բարդ ու ժամանակատար է նոր շուկայում հաստատվելը, գործընկերներ գտնելը։ Ռուսաստանի դեպքում էլ տարիների աշխատանք է պահանջվել արտահանումը նման ծավալների հասցնելու համար։ Դրա արդյունքում ներդրումներ են արել, ընդլայնել տնտեսությունները եւ հիմա զրոյից նոր շուկա փնտրելու, փոքր քանակներով արտահանելու ճակերտավոր ճոխություն իրենց թույլ տալ չեն կարող։ Կենթանի ձուկը պահելը, կերով, ջրով, հոսանքով ապահովելը մեծ ծախսեր է ենթադրում։ Պետությունից աջակցություն են ակնկալում այս ընթացքում դրանք հոգալու հարցում։ Մեզ պարոն Պապոյանը խոստացավ, որ կլինի աջակցության ծրագիր, պահպանման, տնտեսությունները պահպանեն, մինչև արտահանման իրացման հետ կապված հարցերը լուծվի։ Շուրջ 2 ամիս է, որևէ քայլ այդ ուղղությամբ չկա, նույնիսկ նախագիծ չի շրջանառվում։ Պապոյանի խոստումների մասին էկոնոմիկայի նախարարությունը լռում է։ Ակցիայից հետո գերատեսչությունը հայտարարություն է տարածել, հայտնելով, որ առցանց հանդիպում են նախատեսում, բայց ոչ թե ձկնաբույծների բարձրացրած խնդիրը քննարկելու, այլ Եվրամիություն արտահանման ընթացակարգը բացատրելու համար։ Իսկ մինչ խնդիրները կլուծվեն, ձկնաբուծարանների աշխատակիցները շուրջ 2 ամիս է աշխատավարձ չեն ստացել։